Ծանրամարտի Հայաստանի կանանց եւ տղամարդկանց հավաքականները արդեն 2 օր է մրցավայրում են։ Մեր ծանրորդները Բաթում են հասել ապրիլի 6-ի երեկոյան եւ տեղակայվել են Սանապիրո հյուրանոցում, որը լավագույններից մեկն է այս քաղաքում, զերծ է ավելորդ աղմուկից եւ գտնվում է Սև ծովի ափին։ Երեք մրցումային առաջին օրը մենք մասնակից չունեինք, փոխարենը երեկոյան Բաթումի սպորտային ակադեմիայի նորակառույց մարզապալատում մեր հավաքականն անցկացրեց առաջին մարզումը, որին մասնակցեցին մրցավայր մեկնած բոլոր 14 ծանրորդները, այդ թվում աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը։ Հավաքականի մարզիչ Փաշիկ Ալավերդյանը չի թաքցնում, որ ունենք հզոր հավաքական եւ լավագույններից ենք ոչ միայն Եվրոպայում, այլև աշխարհում։ Աշխարհում էլ մի վիճակ, բացի Եվրոպայից աշխարհում էլ այդպես։ Ֆավորիտներ արդեն դարձել են, թիմը հավաքված է, արդեն ամեն ինչ կանոնում է, ասենք կստացվի։ Կան վնասվածքներ, շատ տանջեցին, չարչարի, բայց վերականում իր շնորհիվ մեր բժշկական կոլեկտիվի, բժշկական անձնակազմի կողմից կարողացան վերականգնել։ Պետք է խոստովանեմ, որ Վրաստանը լավագույնս է նախապատրաստվել այս մրցաշարին։ Հարմարավետ է ոչ միայն մարզումային, այլև մրցումային մարզադահլիճը, որը տեղավորում է 5000 հանդիսական։ Հենց այս մարզադահլիճում այսօր պայքարը կսկսի նաև Հայաստանի հավաքականը։ Մեր ընտրանոց առաջինն ասպարեզ է դուրս գալու Եվրոպայի եւ պատանների չեմպիոն դարձած Իզաբելա Յալյանը։ Ժամանակն է եկել նաև մեդալ նվաճելու մեծահասակների մրցանակում եւ վստահ մեր մարզուհին կարող է դա անել։ Նախամրցումային օրը մեր մարզուհին անհամեմատ թեթև մարզում անցկացրեց։ Եվրոպայի պատանիների ու երիտասարդների կրկնակի չեմպիոնը նշում է, որ լավ մարզավիճակում է եւ ամեն ինչ անելու է մեդալ նվաճելու համար։ Ամեն ինչ շատ լավ արծել, մարզավիճակը շատ ավելի լավ է, քան մնացած այլ մարզումներում ա եղել։ Ինչ կանեմ, փորձեմ բարձրացնել, քան բարձրացել եմ մարզումներին։ Մեր մարզուհու մարզավիճակը լավ է, տրամադրվածությունն էլ մարտական։ Մարզիչներն էլ նշում են, որ նա ունի մեդալ նվաճելու բոլոր հնարավորությունները։ Իզաբելա Յալյանը մրցահարտակ դուրս կգա Երևանի ժամանակով ուղիղ 18-ին։ Հաղթանակ մաղթենք նրան ու հավատով սպասենք հաղթական լուրերի։ Արամ Մանուկյան, Արթուր Բուդաղյան, Էպիկենտրոն։